հաջորդի երկրի ղեկավարի պաշտոնում ում կուզենաք տեսնել եւ ինչպիսի քաղաքական ուժերին է պետք, որ կարողանա երկրի դուրս բերել։ Իհարկե ազգային ուժ, պարոն Քոչարյանին, այս բան ես ուրիշ այդքան ուժեղ, այդքան հավատարիմ ազգին, այդքան ամենակարող ես կարայի ասեմ, չեմ տեսնում, ասպարեզում չեմ տեսնում։ Ինքը նաև գիտի ծևերը, գիտի երկիրը ոտի անելու, իր հպարտությունը, արժանապատվությունը փոխանցվելու ժողովրդին։ Ես ընդդիմություն եմ, բացի ԿՊ-ից, իր պատասխանով, ես իրաց դեմ եմ։ Ընդդիմություն, բոլորին պատասխան անում, բացի ԿՊ-ից։ Всё։ Մեր ժողովուրդը տանջվում է Նիկոլի ձեռին։ Սա ես օրինակ ըստեից եմ էլի, Դիլիջանում Նիկոլին բալետանողները շատ են, ինչ են, գիտեմ չեմ, տնանց խասյաթը, բայց Նիկոլը պետք է մեզանի ազատվի 100%-ով։ Ինքն է, մենք, ինչ տարբերություն է։ Մեզ քաղաքական պետք գնա Ռոբերտ Քոչարյանի պես պինդ մարդ, զիք մարդ։ Սերժը մի քիչ լավ չաշխատեց։ Էզմին էլ вообще լավ չաշխատեց։ Դրանք լավը չեն։ Բայց Ռոբերտ Էլի կարող վերականգնի մեր հայությունը վերականգնի հայ ժողովրդին։ Այս Ռոբերտ Քոչարյանին նոր չեմ ճանաչում։ 92 թվից գիտեմ։ Որ իրանք ինչ պայքար են արել։ Փոխի Հայաստանի կյանքում ներքաղաքական Քաղաքական կյանքը մենա որ մեզ պետք է մի հատ լավ առաջնորդ, լավ տղամարդ, որ կրանա փոխի։ Այս վիճակից հանի, ժողովրդին այս վիճակից հանի։ Այս պահին տեսնում եմ Քոչարյանին, որովհետև նա ունի անցած ճանապարհ, մարտական ճանապարհը մի կողմ, որ դա էլ է շատ դրական եւ շատ կարեւոր, եւ նրա քաղաքական եւ հայացքները, եւ անցած ճանապարհը, եւ միջազգայնացիաներում նրա դիրքը, նրա կեցվածքը, նրա հազդու խոսքը, համոզիչ խոսքը եւ այն որ նա խոսում էր Ալիևի կողքին եւ Ալիևի գլուխը կախեր, այդ կադրը քիչ ամնում մեծացնեմ, մեր տան պատին կացնեմ, որովհետեւ Ալիևը նրա մոտ գլխիկոր էր, բոլորը կարող են դա ասել։ Նրա կառավարման տարիներին ես ինքս աշխատելուց եմ եղել, մեր տնտեսությունն էլ ոտքի կանգնել ժողովրդի ամեն ինչով կարգավորել է։ Իր ժամանակ ոչ գազ հանգացավ, ոչ հոսանք հանգացավ, ոչ ջուր հանգացավ։ Մարդիկ ապրում էին արժանապատիվ։ Դե հիմա ուզում ենք այդ արժանապատությունը վերականգնվի, մենք ռեալ խաղաղություն ունենանք, արժանապատիվ խաղաղություն ունենանք։ Ես բոլոր նրանց եմ աջակցում, ովքեր Արցախի համար են մտածում։ Եկել եմ Նիկոլին դուսխանը, այդ абսուրդ։ Ես Հայաստան դաշինքին չեմ սատարում այսօր, ես Հայաստան դաշինքին սատարում եմ արդեն 5 տարի։ Սպասելիքները մեծ են, սպասելիքներն այն է, որ Հայաստանից վերջնականապես քշենք թրքահապատ Սերիկայախմբին։ Դաշինքի առաջնորդը 10 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ դրանից առաջ էլ Արցախի Հանրապետությունը ավելի վատ պայմաններում է ստանձնել կառավարումը երկրների ու երկիրը երկու երկիրն է, երկու հայկական պետություններն է անվնաս դուրս է բերել ճգնաժամից։ Հույսով ենք ու վստահ ենք, որ այս անգամ եւս այդպես է լինելու։ Իրանք կարող բարգեն թե չէ երկիրը գործանում արդեն։ Հողերը տալով եկել են արդեն։ Սյունիկներ որ տվին են ապրծածանք։ Այստեղ գյուղուն ենք, աղավնամանք։ Միջև աղավնամանքը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ բանը սարքեցին ասֆալտը եւ միջև հիմա այդ ասֆալտը կա ես առաջի անգամ տեսել եմ որ շեբենը լցրած լվանում էին շեբենը այդ ասֆալտը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Լինսի հիմնադրամով այդ էլ ասեմ միջև հիմա այդ ասֆալտը աշխատում է բայց Երևանում ինչեր է կատարվում ասֆալտ չկա այնտեղ լրիվ հերնանիցված է Մենակ ԿՊ-ն չընտրվի Դրկել է ժողովրդին ինչու։ Ինչու։ Խեսուտ տարի տենում ենք, էլ ինչ են անում։ Այս արկա մարտահրավերների ֆոնին ինչպիսի ղեկավար է անհրաժեշտ Հայաստանում։ Տղամարդ։ Կոշիկլի զող չլի մենակ։ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ ենք
Ինչ առանձնահատկությունների համար եք Ռոբերտ Քոչարյանին նախընտրում եղած տեխնոլոգիաների մեջ։ Նախ հաղթանակած է, նա առաջինը։ Երկրորդն է, ես միշտ իրան եմ սատարել։ Ես նայում եմ, որ միայն Հայաստան դաշինքը կամախմբի ժողովրդին, որտեղ ունի փորձ, ունի լավ թիմ, եւ միասին կարող ենք։ Հայաստան դաշինք։ Որտեղ կպաշտպանենք մեր ինքնությունը, մեր ավանդույթը, մեր եկեղեցին, մեր սահմանները։ Դաշինքի առաջնորդի նախորդ կառավարման քույրերից ինչ եք հիշում։ Ինչ փոխեց Հայաստանում այդ ժամանակահատվածում։ Մեր ժողովուրդ սահմանամերձ, մենք սահմանամերձ ենք ապրում։ Չի եղել խոսույթ, որ օրինակ լինի, օրինակ վաղը կլինի պատերազմ, թե չի լինի։ Հանգիստ եք եղել։ Իսկ հիմա ամեն քայլափոխի, եթե չտրվեն պատերազմ կլի, եթե տրվեն պատերազմ կլի, չեմ հասկանում։ Այն ժամանակ դե խոսույթ չի եղել։ Հանգիստ եք եղել, այ խաղաղությունն ա եղել իսկական։ Այո։ Մենք տեսել եք դրա համար կապում ենք։ Յան ղեկավարված տարիներին ժողովուրդը կան շտչեց, ոտի կաղնեց, աշխատանք ունեցավ։ Ամենագլխավորը այն միջազգային հարթակներում կեսա գալիս այդ երկու Ալիևին էլ ոնց ասեմ վերջը պորտներ տեղը դրեց, որ Քոչարյանի տեղի մի գլուխները խոնարհված եմ անկալ։ Հիմա ինչ որ նա հակառակ հատարը։ Նորից ուզում եմ ես ապրեմ հպարտ, ինչ որտեղ։ Նորից եթե Աստված միարասել, պատերազմը սկսվի գնալու ենք։ Երանի կտա պատերազմ լինի, գնանք մասնակցենք, թեկուզ զոհվենք, բայց ոչ խեղճացած ապրենք։ Հասկանում եք, դրանք սրբություններ են, դրանք գիտես ինչ կա, ապրելու համար մենակ հացը չի, ջուրը չի, հպարտություն մարդ պետք է ունենա, որպեսզի հպարտ ապրի իր հողի վրա։ Ես դա եմ ուզում։ 98-ից մինչև 2008 թվականի նախագահ լինելու ժամանակի ընթացքում Հայաստանը ունեցել է ամենամեծ առաջընթացը, Հայաստանում եղել է ամենաանվտանգը եւ Հայաստանի 10 տարվա կառավարման տարիները Հայաստանը դարձրել են տարածաշրջանում ամենակայուն ու ամենամեծ առաջընթաց ունեցող երկիրը։ Ազնիվ, արդար եւ հայրենասեր։ Ասում եմ, ես առաջնորդը պետք որ երկիրը խաղաղ պահի։ Իսկ ինչպես Ամակս երկու երեխա ունենք։ նախագահության տարիներին եւ ինչ կարող է փոխել։ Ված չէր, լավ էր։ Եվ հույս ունեմ, հավատում եմ, որ հաղթանակած երկրի նախագահը նորից կվերընտրվի։ Պետք է ընտրեն արժանի մարդուն, որ կապահովի մեր երկրի սահմանները, կամրապնդի երկրի պետականության հիմքերը եւ կդառնանք արժանի Հայաստանի քաղաքացի, լիարժեք քաղաքացի, որ կապրի իր երկրում, իր հայրենի հողի վրա ու կստեղծի կարարի ապագա սերնդի համար։ Իմ կոմանդիրն ա եղել, իմ հրամանատարը։ Այն մարդը արած ունի, դրվածք ունի։ Դրվածքը նա մարդը մեծատար մարդ է։ Չի նշանակում, որ մարդը չի արել։ Մարդը կարող է սխալ ունենա։ Մի կողմը, եթե մի մարդ մի հար հատ լավ անում, մի սխալ անում, ասում է սխալ ունի։ Բայց հար հատ լավը չենք հիշում։ Մարդու հարատի մեջ։ Մարդը պատերազմ ա պահել, մարդը երկիր ա պահել։